Բարև ձեզ, Հայք հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք իրականում հաղորդաշարը։ Մեր հաղորդման ընթացքում ինչպես եւ միշտ փաստերն ու երևույթները դիտարկում ենք տարբեր հարթություններում, որպեսզի բացահայտենք իրականությունը։ Իրականում համապետական ընտրություններից առաջ տեղական ինքնակառավարման ընտրությունները դրանք լավ նախադրյալ են խաղարկելու սցենարներ եւ ընդգծված մոտեցումներ ցուցադրելու։ Կուսակցությունները այստեղ հնարավորություն ունեն հստակորեն ցույց տալու իրենց դիրքորոշումները։ Ինչ է սպասվում մեզ առաջիկայում։ Հարցերի պատասխանը քիչ անց մեր տաղավարում մնացեք մեզ հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին տաղավարում իմ զրուցակիցը իրավաբանական գիտությունների թեկնածու Հայաստանի երրորդ օմբուդսմեն համախմբում կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Անդրեասյան, տեսեք, նախընտրական քարոզարշավը մոտենում է իր դրամաբանական ավարտին, արվածը եւ չարվածը հանրագումարի բերելով, մենք պետք է հույս ունենանք որպես ժողովուրդ, որ այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որակապես նոր հարթակ են ստեղծելու։ Թերևս մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսանկյունից ինչ առաջընթաց եք դուք եւ համախմբում կուսակցությունը ակնկալում։ Կախված է ինչպես կքվեարկի գյումրեցին։ Միայն այդ քվեարկությունը կարող է որևէ առաջընթաց բերել ոչ միայն Գյումրիում, այլև ողջ Հայաստանում, այնպես որ Գյումրեցու ձեռքում է այսօր ողջ երկրի ապագան եւ հնարավորությունները։ Ինչքանով է սա բնութագրվում, որ կուսակցությունը կարող է տանել այն ուղենիշը, որը ընտրել է, եւ ինչքանով ձեր տեխնացուները իդեմս առաջին համար պարոն Ասոյանի կարողանան ի կատար ածել այն գաղափարները, որոնք համախմբման կուսակցության հենքում ակունքներում են դրված։ Պարոն Ասոյանի եւ մեր բոլորիս ցանկությունը առաջին հերթին ազատվել այսօրվա բոլորի համար, նույնիսկ իշխանության համար արդեն վատ դարձած իշխանությունից։ Ինչ եմ ասում բոլորիս համար, որտեվ հենց ինքը իշխանությունը հասկացել է, թե ինքը այնքան այլանդակ դեմք է ցույց տվել վերջին 8-10 տարիների ընթացքում հատկապես, որ իր դեմքը թաքցրել է այլոց անվան, ազգանվան ճակատի ետևում։ Այնպես որ բոլորս հասկացել ենք, որ վատ իշխանությունից պետք է ազատվել։ Պարոն Ասոյանը միայնակ չի կարող դա անել։ Ոչ մի նույնիսկ Գյումրիի տեղական ուժ չի կարող դա անել։ Դա պետք է անել ամբողջ Հայաստանով մեկ, ուղղակի սկսել ենք դա Գյումրի եւ Վանաձոր քաղաքներից, որովհետեւ այստեղ է հիմա ամենակարևոր գործընթացը։ Ես հիշում եմ, որ դուք ձեր հարցազրույցներից մեկում եւս մեկ անգամ նշել եք, որ համախմբում կուսակցության միանալու պատճառներից մեկը թերևս այն է, որ մարդը միայնակ Հայաստանում ոչինչ չի կարող անել եւ պետք է ունենալ կուսակցական հենք, ու այս դեպքում, ինչպես դուք նշում եք, համախմբում այն կուսակցությունը, որը կարող է ի կատարածել։ Առաջին հերթին անկեղծ է, որ ուզում է ազատվել վատ իշխանությունից, երկրորդը ներուժ ունի դա անելու։ Եվ ներուժը հենց այդ համախմբելու ուժի մեջ է, սկսել է համախմբել ինպես անկուսակցականներին, որ երբեք չեն եղել որևէ կուսակցության մեջ, ուղղակի դանակը հասել է այն ոսկորին, որ դու հասկանում ես, որ պետք է նայել անպայման քո ուժը տեսնել ընդդիմության մեջ, այսօր իշխանական թաքնված ոչ մի ուժի ուղղակի բարոյական կամ ճիշտ չէ ձայն տալը, որովհետև այսօր իշխանությունները բազմաթիվ անգամ են խաբել եւ նույնիսկ եթե կոնկրետ իշխանության այս կամ այն դրածոն, այսինչ կամ այնինչ քաղաքում ձեզ այսպես բարի մարդ է թվում, լավ մարդ է թվում, նա արդեն խաբել է եւ երբ դու այդ ձայնը տալիս ես, ստացվում է դու օգնում ես, որ շարունակեն խաբել ու թալանել քեզ ու մնացած բոլորին։ Հետևաբար դրա համար եմ ասում, այստեղ հասել է արդեն այնպիսի ծայրակետին, որ ուղղակի չի կարելի իշխանության որևէ ցուցակի, որևէ տեխնացուի ձայն տալ։ Հիմա մնում է մի հարց. այսքան գոռացող, իրենց ճղող, բղավող ընդդիմադիրներից որ մեկին ձայնը տաս, որին հավատաս։ Դա կարևոր հարց է, որովհետև երբ ընդդիմադիրների դաշտը այսքան բազմասպեկտր չէր, գոնե գյումրեցի ընտրողը գիտեր ում ընտրել, կար ընդդիմություն հստակ եւ իշխանություն։ Այժմ իշխանությունը միանձնյա կամ լավ կոալիցիոն գործընկերներով է գործում եւ ընդդիմադիրների բազմաթիվ ներկայացուցիչներ սպեկտրը լայն է եւ այստեղ է որ խնդիր է ծագում ձայների փոշիացման, որովհետեւ կան ընդդիմադիրներ, կան ընդդիմադիր դաշտում խաղացողներ, կան ընդդիմադիրի կեցվածք ունեցողներ եւ ցանկը երևի թե կշարունակի։ Եվ ով է ստեղծել այս ցանկը։ Ձեզ թվում է այդպես ինքնաբուխ իրենք ծնվել են, հատուկ ֆինանսավորել եւ գործուղել են մի շարք ուժերի, ընդդիմության դաշտ, փողը տրվել է Բաղրամյան փողոցից կամ նրանց հարող տարածքներից եւ իրենց ուղարկել են, որպեսզի այստեղ մարդկանց մոլորեցնեն։
Գնում ենք բացառման սկզբունքով, ով էր, որ երբեք գործարքների մեջ չի մտել իշխանության հետ, ով է, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ հստակ ասել է, որ դեմ է իշխանության պրոյեկտներին, ով է, որ մնացած բոլոր ժամանակներում դեմ է քվեարկել իշխանության տարբեր բերած այսպես խաղերին։ Մյուսը, ով է, որ ոչ մի դեպքում չի համախմբվում իշխանության շուրջ կամ չի լռում, երբ իշխանությունը այլանդակություններ է թույլ տալիս։ Այս ուժը ես տեսել եմ համախմբման մեջ։ Ես չեմ ասում, որ սա միակ ընդդիմադիր ուժն է, բայց սա ամենաակնհայտ ընդդիմադիր ուժն է։ Եվ հետևաբար, նորից, եթե դու ուզում ես Հայաստանում բան փոխվի, պիտի ձայնը տաս այն ուժին, որ չի քցելու քեզ, չի խաբելու քեզ ընտրություններից անմիջապես հետո եւ ուժ է ունենալու ոչ միայն Գյումրում այդ հարցը լուծելու, այլև Վանաձորում, Երևանում, Ղափանում, որտեղ այդ բոլոր քաղաքներում պետք է միահամուռ ոչ ասվի իշխանությանը։ Եվ այս ճանապարհի մեջ միակ ճանապարհը, որ մենք տեսնում ենք, հոկտեմբերի 2-ին սկսած Գյումրիից թույլ չտալ իշխանության ծպտիալ վերարտադրությանը կամ իր, այսպես ասած, մի մարդու հետևում թաքնված դաշինքով կամ ընդդիմադիր պրոյեկտների հետևում թաքնված։ Սա ճանապարհ է փրկության։ Տեսեք, ընդդիմադիրների մասին խոսելիս եւս մեկ ակնառու խնդիր է ծագում։ Այստեղ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում, երբ ընտրություններն անցկացվեն, իսկ նախնական որոշակի եզրակացություններով, քաղաքագիտական վերլուծություններով նշվում է, որ 5-ից 6 քաղաքական ուժ գոնե Գյումրիում հավակնում են ընդգրկված լինել ավագանու կազմում։ Եվ այս դեպքում տրամաբանորեն կլինեն ֆրակցիաներ, կլինեն նաև հետընտրական դաշինքներ, ու ես վստահ եմ, որ շատ ընդդիմադիրներ, որոնք բնավել ընդդիմադիր չեն, խաղալու են ընդդիմադիր դաշտում, քանզի դիմակ չեն պատրելու, չէ, խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այսինքն առաջիկա 6 ամիսը կրկին խաղարկային սցենարային ընթացք է, համաձայն եք։ Այսպես է, այդ ծախու ընդդիմադիրները իրենք հետո սկսում են լղոզել, գտնել արդարացումներ, թե ինչի չմիացան այդ դրույթին հարում են, հանկարծ թերություններ են տեսնում գործընկեր ընդդիմադիրների մեջ եւ այլ։ Մենք տեսել ենք ոնց են աշխատում իշխանության ուղարկված ընդդիմադիրները, բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Ամեն դեպքում նախ պետք է հիմա ձայնը տալ ճիշտ ընդդիմության կամ այդ հազվագյուտ 1-2 ճիշտ ընդդիմություններից մեկին, որից հետո սպասել, որ այդ ընդդիմությունները իրենց շուտով կպայթեցնեն այդ փուչիկները, մյուսները, որովհետև իրենք ընտրություններից մինչև խորհրդարանական ընտրություններ շանս կա, որ իրենց կպայթեցնեն։ Եվ մյուս տարբերակը, եթե նույնիսկ փորձեն խորաման գտնվել եւ անցնելով արդեն հավաքանի ճիշտ խաղան, այսինքն այդ մեծ ձեռնտու է, հասկանում ենք ինչ ենք ասում, այսինքն միանան մեզ, մենք համատեղ ունենանք մեր քաղաքապետին արդեն եւ այլն, իրենց նախ մեծ մասին թույլ չեն տա իրենց պապաները, ովքեր վճարում են իրենց, բայց նույնիսկ եթե թաքնվեն խորհրդարանական ընտրությունները չհարամելու համար իրենց այս նույն խաղը, մեծ ձեռնտու է, որովհետեւ այդ ժամանակ Գյումրիում կդառնա ընդդիմադիր քաղաքապետ, իսկ Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետը կկոտրի ողջ իշխանական այս մեքենայի ողնաշարը եւ այդ ողնաշարը կոտրելու շանսը, եզակի շանսը էլի ունի Գյումրին եւ սա Գյումրիի թասիբն է, գյումրեցիների թասիբն է փրկել երևանցիներին, փրկել կապանցիներին, փրկել բոլորիս։ Ես չեմ ամաչում, որ Երևանից եկել եմ, այսօր օգնություն եմ խնդրում։ Գյումրեցիներին ես այսօր խնդրում եմ, ասում եմ փրկեք մեզ բոլորիս, որովհետև դուք միշտ ասել եք, որ սա հայրաքաղաքն է, որ դուք նույնքան ուժեղ եք, որքան մնացած մեր բոլոր քաղաքները կամ նույնիսկ ավելի շատ։ Հիշելու եք ձեր խոսքերը։ Ո՞րն է մեր խոսքերը։ Այն խոսքերը, որ եկել է Գյումրիից օգնություն եք խնդրում, բան։ Ձայնագրվում է։ Ես հպարտորեն եմ խնդրում այս օգնությունը եւ խնդրում եմ օգնությունը ոչ թե անձամբ ինձ, այլ եւ իմ ընտանիքին, իմ երեխաներին, գյումրեցիների ընտանիքներին, գյումրեցիների երեխաներին, ամբողջ երկրում բոլորիս ապագայի համար Գյումրիից օգնություն եմ խնդրում եւ ոչ թե նորից եմ ասում, որպեսզի անպայման իմ տեխնացուն Հովհաննես Ասոյանը դառնա քաղաքապետ, չնայած ես վստահ եմ, որ նա կներ լավագույն քաղաքապետներից մեկը Գյումրիի, բայց ես այս օգնությունը խնդրում եմ, որպեսզի մենք ազատվենք չարորակ ուռուցք դարձած այն ամեն ինչից, ինչ որ մեզ տվել է այսօրվա իշխանությունը երկրով մեկ։ Այդ փրկության ճանապարհը այսօր այս քաղաքում է, գյումրեցիների ձեռքում է մեր բոլորի փրկության բանալին։ Եվ ես չեմ ամաչում, այո, իմ հայրենակիցներից օգնություն խնդրել,
ոչ թե իմ կուսակցության համար, այլ բոլորիս համար, եւ մենք միավորված 1-2 ազնիվ ընդդիմադիր ուժերով Գյումրիի ավականիում կունենայինք մեր քաղաքապետը, դրանից հետո կկոտրեինք իշխանության ողնաշարը եւ պարլամենտում կունենայինք ընդդիմադիր իշխանություն եւ հետո արդեն կտեսնեիք թե երկիրը ինչպիսի զարգացում կունենա։ Տեսեք, նշում եք իշխանության գործողությունները, այն հանգամանքը, որ հատկապես վերջին 8 տարում ինչ է տեղի ունեցել, տեղի ունեցածի համար կան բազմաթիվ պատճառաբանումներ, բազմաթիվ մեկնաբանություններ, առանցքում մեկն է։ Ինչու է գործող կառույցը, կուսակցությունը այս դեպքում հանրապետականացված, որովհետև շատ դեպքում սովորական քաղաքացիները այլընտրանք չեն տեսնում։ Այլընտրանքը միտեղ գալիս, բախվում, նույնականացվում է նույն իշխանությունների հետ։ Այլընտրանքը մենք ենք, համախմբում կուսակցությունն է, եւ համակարգային փոփոխություն եք ակնհայտ այլընտրանք է։ Նայեք մեր բոլոր վարչության անդամների, մեր ավականու ցուցակին, առաջին համարին եւ մնացած մեր թիմակիցներին։ Տեսեք իրենց անցած ճանապարհը, այո, կուսակցությունը, համախմբումը ստեղծվել է մի քանի ամիս, բայց մենք բոլորը ձեր առաջ ենք եղել նվազագույնը 10 տարի, եթե ոչ մեր կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը 20 տարի ձեր աչքի առաջ է։ Իշխանության փորձով, բայց միևնույն ժամանակ չվարկաբեկված, չմտած այդ կերակրատաշտի այդ լափման գործընթացի մեջ, բոլորը իրենց ոլորտներում ցուցաբերել են առավելագույն հաջողություն։ Որևէ մեկիս չեն կարողանում նույնիսկ ցույց տալ, թե որտեղ ենք ինչ-որ բան ասել, հետո խաբել։ Բոլորը խոսում են սրա նրա գործարքներ նախկինում կամ ապագայում մտելու։ Մեր մասին չեն կարողանում դա խոսել։ Փորձում են ուրիշ բաներ գցել, օրինակ դուք այդպիսի, այսպես ասեմ, երանգներ եք տալիս, մարտի 1-ով ոչինչ չեն կարող մեղսագրել մեր կուսակցությանը եւ մեր կուսակցության որևէ անդամի։ Եվ այդ սկզբունքային ճանապարհը, որով մենք անցել ենք ամեն մեկս առանձին, մեզ բերել է մի տեղ, որ մենք հիմա կարող ենք վերցնել իշխանությունը, ազնիվ գտնվել ժողովրդի հետ, որևէ մեկին չխաբել եւ դրանից հետո կփոխվի կյանքը Հայաստանում։ Հասկացեք, ես փոփոխությունը ինչ է, ժողովրդավարության կայացում, մարդու իրավունքների դերակատարության բարձրացում, ու արդյոք դա սկսվում է տեղական մակարդակից։ Իշխանությունը, որևէ իշխանություն թալան չանի, արդեն փոփոխություն է եւ արդեն շանս է այս երկրի համար։ Իշխանության գալով այդ քաղաքական կամքը ունենալու է ձեր կուսակցությունը։ Ես մի բան գիտեմ, որ ես եւ վարչության մեր բոլոր անդամները, ղեկավարությունը, Հովհաննես Ասոյանը, որը եղել է տարբեր տեղերում, եթե մենք միտեղ թալանով զբաղված լինեինք, հիմա իշխանությունը կոմպրոմատները վաղուց էր դրել սեղաններին, այնպես որ ակնհայտ է, որ մեր դեմ չկան նման ոչ մեղսագրումներ, ոչ վտանգ։ Եվ ինչն է այստեղ կարևոր, ես իշխանությունը շատ վտանգավոր բան է։ Նրանք, ովքեր դա չեն ունեցել, նրանց այսօր այս քրիտիկական պահին ես չէի վստահի իշխանություն, որովհետև դու չգիտես, եթե հիմա ձեզ ես տամ իշխանություն, դուք ձեզ ինչպես կդրսևորեք, դուք այդ իշխանությունը չեք ունեցել։ Ես գիտեմ ինչ են արել այն մարդիկ, ովքեր համախմբում կուսակցությունում են, երբ ունեցել են այդ իշխանությունը։ Ակնհայտ է, որ նրանք չեն կոռումպացվել, ակնհայտ է, որ որևէ թալանի մաս չեն կազմել եւ այդ տրամաբանության մեջ այսօր լավ է որ մենք ունեցել ենք մեզնից ոմանք եղել են իշխանության ինչ-ինչ տեղերում եւ փորձ են կուտակել նաեւ պահպանել են այդ մաքրությունը հիմա Հայաստանին պետք է նույնիսկ եթե սխալներ անի այդ իշխանությունը վտանգավոր չէ կարեւոր է չթալանող իշխանություն եւ երբ որ թալանը դադարի առաջին բանը որ տեղի կունենա վստահություն դրանից հետո կգան ներդրումներ հասկացեք Սփյուռքում Ռուսաստանում Միացյալ Նահանգներում Ֆրանսիայում մարդիկ սպասում են այս մի կտոր, մի թիզ հայրենիքը, որ մնացել է, այդ մարդիկ աչքներները լցվելով, հուզվելով մեր օրներքը լսելուց, մեր եռագույնը տեսնելուց, երազում են այս կղզին մի հրաշք տեղ սարքեն։ Ընդամենը վախենում են, բերեն փող, որպիսի թալանը դա չթալանվի։ Որովհետև չկա, չէ, տնտեսական միջավայրը, չկա նաև կամքը, որը այդ գումարները չեն փոշիանում։ Մի քանի կլան ամեն փող կոպեկ, որ մտնում է երկիր, տարբեր ճանապարհներով, այսպես փոշեկոլով ուղղակի գցում են իրենց գրպանները եւ նույնիսկ եթե տեղ-տեղ ինչ-որ տեղը պրոյեկտները ազնիվ լինում են, այնպիսի համատարած է, որ արդեն ազնիվ պրոյեկտներին էլ չեն հավատում։ Լավ, այս դեպքում տեսեք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ հոկտեմբերի 2 դիցուք այն անհրաժեշտ ձայների քանակը, որը դուք ձեզ համար, հա, որպես նշաձող սահմանել եք, դուք ստացաք։ Այս պայդրությամբ համախմբում կուսակցությունը ազգային ժողովում խմբակցություն չունի, թեև ներկայացված է 4 պատգամավոր մենք ունենք։ 4 պատգամավորով ներկայացված է։ Արդյոք այս ընթացքում դա կլինի բավարար հենք, որպեսզի լոկալ կառույցում ունենալով ձեր ներկայացուցչական կազմը վերևից չկարողանան կրկին ուղղորդել
եւ կոտրել ձեր ասած մեջք, եթե այստեղ լինեք մեծամասնություն։ Հենց դրա համար էի ասում, որ միայն եթե մենք լինեինք միայն տեղական կուսակցություն, լավ բան կլներ, որ մենք հաղթեինք, բայց Դες օրենքի տեղական կուսակցություններ չկան։ Տեղական նկատի ունեմ տեղական ազդեցություն ունեցող միայն տեղական համակիրներ ունեցող։ Այդպիսի կուսակցություններ կան եւ Վանաձորում եւ Գյումրիում, ես իրենց կարող եմ շատ հարգել, բայց ես ինչի եմ ասում, իրենց հետ համեմատության մեջ ես դեռ նախընտրում եմ այո, իրենք ունեն բնականաբար գրասենյակներ կան եւ այլն, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ կամ դու ունես հանրապետական մասշտաբի, համապետական մասշտաբի ազդեցություն, կամ ունես որոշակի ռեգիոնալ, դա վատ բան չէ որևէ ուժի համար, այդպես է, կամ ունես կամ չունես։ Հիմա եթե դու միայն ռեգիոնալ նշանակության կուսակցություն ես, ես էլի դեմ չեմ, որ իրենք էլ հաջողություն գրանցեն, մտնեն ավագանի, հետո մենք դաշինքներ ձևավորենք, միասին աշխատենք, բայց սա կարող է վտանգել այն ձայների կորուստը այնքանով վտանգավոր լինել, որ հետո դու այդպես մեկուսանաս, ինչպես դուք նշեցիք, այսինքն մի քաղաքում հաղթանակ տոնես, բայց այդ հաղթանակը ջուրը լցնես, չկարողանաս, ու իմիջիալոց Երևանից կսկսեն խեղդել, փակել այդ խողովակները, այնպես կանեն, սովի կմատնվի այդ քաղաքը։ Դրա համար Գյումրիում եւ Վանաձորում հաջողությունից հետո մենք անպայման պետք է գրանցենք հաջողություն ողջ երկրի տարածքով խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Գործը ուղղակի կիսատ ու անիմաստ կլինի, եթե որևէ ուժ հաղթի իր քաղաքում կամ գյուղում, բայց հետո պարտվի խորհրդարանական ընտրություններին։ Ես հասկանում եմ, որ այս համատեքստում ներկայիս ընտրությունները եւ ձայների այդ վստահության քվեները, որոնք տրվելու են համախմբում կուսակցության օգտին, կենսական կարևոր են ձեզ համար, որովհետեւ այս պահին, այս փուլում քաղաքական այս վերադասավորումների ընթացքում ձեզ պետք է այդ վստահությունը։ Ինչպես կկարողանաք ձեր քվեները ապահովել, որովհետև մենք որպես հեռուստաընկերություն արդեն հազանգեր ունենք ընտրական մեխանիզմների ներդրման, ընտրությունների օրը կլինեն, ինչքան էլ վստահված անձիկ լինեն, դիտորդներ լինեն, մենք ճարպիկ ազգ ենք, ելքեր կգտնենք։ Մենք ճարպիկ ազգ ենք, բայց մենք երբ հուսահատ ենք կամ մենք հայրենասեր նաև ազգ ենք եւ գյումրեցիները կարողացել են պահել իրենց ձայները, սկսած հանրաքվեի այս վերջին դեպքերից, երբ միայն Գյումրիում դժվարություն ունեցավ իշխանությունը տոկոս խփելու, վերջացրած բազմաթիվ համապետական ու այլ ընտրություններով, խորհրդարանական ընտրություններ, նախագահական ընտրությունները, գյումրեցիները պահել են իրենց ձայները։ Ես դրա համար եմ եկել եւ ասում, հենց հույսս Գյումրին է առաջին հերթին։ Ոչ միայն որտեվ Գյումրիում այսպիսի մոտեցում է, որ վաղուց են հասկացել ով է իշխանությունը եւ այստեղ այսպիսի ընդդիմադիր արդարացի տրամադրություն են։ Ընդդիմադիր տրամադրությունները իմիջիալոց ամբողջ Հայաստանով մեկ, որտեղ էլ գնում ենք, մարդիկ ուղղակի զզված են այսօրվա իշխանությունից, բայց Գյումրեցին ունի այդ ներուժը փրկելու իր ձայները։ Մենք օգնելու ենք իհարկե, մեր վստահված անձանցով, մեր կուսակցությունը այդքան մարդկային ռեսուրս ունի, որ կարողանա վերահսկել։ Համենը պետք է դուրս գալ փողոց մի քանի ժամ առաջ եւ տեսնել, թե ասենք ինչ երթեր էին, ինչպիսի մարդիկ են Գյումրիում եւ այլն։ Մարդկային ռեսուրս նկատի չունեմ զուտ թվականակ, մասնագիտացված, որովհետեւ իսկապես ես եւ դուք հասկանում ենք, որ ճիշտ աշխատող վստահված անձը, որը հնարավորություն ունենա կանխելու հանձնաժողովի անդամների գործունեությունը, միջամտելու ապօրինությունների դեմ, եթե ճիշտ է աշխատում մինչև վերջին պահը, արձանագրությունը ձեռքին դուրս է գալիս, ապա շատ բան հնարավոր չէ անել։ Ես ներողություն եմ խնդրում։ Այդ սխեմաները մի անհանգստացրեք գյումրեցիներին։ Ուղղակի գյումրեցին թող գնա, իր տնից վեր կենա, այդ օրը գնա ընտրության, ճիշտ քվեարկություն անի, ձայնը կպահվի։ Գիտեք ինչ եմ ասում, պարոն Անդրեասյան, եթե այսօր դուք համաձայնության գաք, ես չեմ ուզում, որ հոկտեմբերի 3-ին, 4-ին ձեր կուսակցության ներկայացուցիչները այլ մարդիկ ասեն կեղծիքներ եղել են։ Այսօր կանխել։ Կեղծիքները այսօր կանխված են, գյումրեցիները կանխել են այդ կեղծիքները, նորից եմ ասում, հանրաքվեի ժամանակ եւ մնացած բոլոր ընտրությունների ժամանակ գյումրեցիները ես աշխատել նաեւ լրատվամիջոցների հետ։ Ես մեր հեռուստաընկերության կողմից պատրաստակամություն հայտնում եմ։ Ես ինքս միշտ պատրաստ եմ, կուսակցությունները պատրաստ ենք։ Բայց մի վարքյան միտքս ավարտեմ։ Այդ կասկածը, որ շպրտված է, որ միևնույն է գնալու ես արդյունքները կեղծված լինելու, այո, իշխանությունը մեքենան աշխատացնելու է, ընտրակաշառքից մինչև որտեղ կարողանան իր ձայն գողանալու է։ Կարող է կաշառքը վերցնի, բայց խելացի է գյումրեցին, միևնույն է կգնա եւ կքվեարկի արդար, անկախ այդ բոլոր ընտրակաշառքներից, երկրորդը Գյումրին կարողանալու է գոնե իր ձայները պայել, ես դրանում չեմ կասկածում։ Հետևաբար
տանը նստելու փոխարեն պետք է վեր կենալ, գնալ ընտրատեղամաս, ոչ մի պարագայում չընտրել իշխանության որևէ ցուցակ, մտածել միայն ընդդիմադիր ցուցակների մասին, ընդդիմադիրից էլ միայն նրանք, ովքեր վերջին 5 տարում գոնե ցույց չեն տվել, թե քանի անգամ են խաբել ու դավաճանել ժողովրդին։ Քանի անգամ են գնացել այնտեղ փողերը վերցրել, դուրս եկել, մեկ ասել մենք դեմ ենք այսինչ պրոյեկտին, մեկ ասել կողմ ենք այսինչ պրոյեկտին, այս տատանվող կուսակցություններին, այս ծախվող կուսակցություններին, լողացող, լղոզող, լպրծուններին մի կողմ եք դնում, քվեարկում եք կոնկրետ 1, 2, 3, դրանից ավել չկան, այս 11-ի մեջ 2-3-ի մեջ եք ձեր ընտրությունն անելու։ 3-ի մեջ ամենակոնկրետը, որ ես հավատում եմ, համախմբում կուսակցությունն է։ Գնում եք, ընտրում եք այդ 7 համարին, կամ եթե 7 համարին չեք ուզում 1-2 այն մյուսներից, չեմ ասի անունները, որպեսզի չվիրավորեմ մնացածներին, բայց վերջում ձեր ընտրությունը կատարած շանս եք տալիս Գյումրիին եւ ամբողջ Հայաստանին փրկվելու։ Երկրի փրկությունը առաջիկա 5 տարիներին սկսելու է Գյումրիից։ Հենց այդ թասիբով գյումրեցին պետք է գնա հոկտեմբերի 2-ին ընտրության, փրկի եւ Երևանցուն, եւ Գյումրեցուն, եւ Վանաձորցուն։ Եվ ես շնորհակալ եմ նախապես իմ այսպես խրոխտ, ամենաընդդիմադիր, ամենաթասիբով քաղաքից, որ օգնելու է բոլորիս ընտանիքներին Հայաստանում մնալու եւ Հայաստանից չգնալու համար։ Պարոն Անդրեասյան, տեսեք, բոլորս կոչ են անում, որպեսզի գնան, ընտրեն, հասկանան, որ ի վերջո այդ քվեն ուժ է իսկապես այսօր չէ, եւ այստեղ ես բոլոր կուսակցության ներկայացուցիչներին հարցրել եմ, որն է ձեր նշաձողը, ինչ ակնկալիք ունեք։ Բոլորը միանշանակ ասում են, որ մենք մեծամասնություն ենք լինելու, բայց հոկտեմբերի 2-ին ժամը 20:00-ից հետո երբ սկսվեն ամփոփել արդյունքները, պարզ է, որ այդ պատկերը չի գոհացնելու բոլորին։ Եվ այստեղ իհարկե կգա հանրահայտ մոդելը, ընտրությունները կեղծվել են, ճիշտ չէ։ Ես դա չեմ ասելու։ Ես դա չեմ ասելու, ոչ թե որ հնարավոր է, այսպես լինի, այնպես լինի, թվերը ինչքան կավաքենք։ Ես ոչ փորձելու եմ հիմա ձեզ կամ մեր հեռուստադիտողներին ասել, մենք հեսա հերոսաբար այսպես ենք անելու, այնպես ենք անելու, այս թվերն ենք ստանալու, չէ։ Իմ համար չեք քվեարկում։ Ես եմ խնդրում ձեզ, բայց իմ համար չեք քվեարկում։ Քվեարկում եք ձեր ապագայի, նաև իմ ապագայի համար։ Բայց այնպես որ ոչ ասելու եմ ինչի էսպես եղավ, ոչ ասելու եմ ինչի շատ էր, քիչ էր։ Ես մենակ մի բան գիտեմ։ Գյումրին այսօր իր ընդդիմադիր էս ոգով ուժով չհաղթեց այսօրվա իշխանական համակարգին։ Մնացածը դառնալու է անհույս։ 2 միլիոնից քիչ ենք մնացել, մնալու ենք 1 միլիոն հաջորդ 5 տարիների ընթացքում։ Սա եք ուզում։ Ես մնալու եմ վերջինը լույսերը անջատեմ, եթե գնալու ենք բոլորս լույսերը անջատեմ նոր գնամ, բայց ես չեմ ոչ խնդրելու, աղաչելու, որ անպայման այս կուսակցությանը ձայն տակ, ոչ էլ ասելու եմ, որ չտվեցիք, ուրեմն ես հիասթափվեցի, ուրեմն ես երկրից գնում եմ։ Ես ուղղակի հույս եմ հայտնում, ես խնդրում եմ ճիշտ կողմնորոշվել, հասկանալ, որ սա միայն քաղաքի հարցը չի, հասկանալ, որ միգուցե Բալասանյան այնտեղ բաղնիկ է սարքել կամ միգուցե մի 10 հոգու կյանքը մի քիչ բարելավել է իր որոշակի ֆինանսական բաներով, դա մոռանաք, շատ լավ է, արել, շնորհակալություն հայտնեք։ Միգուցե այնտեղ մի ուրիշը փողեր է տվել, բաժանել, ուզում եք վերցրեք, ուզում եք չէ, ես չէի վերցնի, որովհետև դա բարոյական չի վերցնել, բայց եթե մարդկանց հասցրել են այսպիսի ծայրահեղ վիճակի, որ կրկնակի անբարոյականություն պետք է անել, համ վերցնել, համ չքվեարկել, ոչինչ, պետք է չքվեարկել։ Եվ այդ ամեն ինչը անելուց հետո պետք է գնալ եւ ի վերջո փրկել քո երկիրը, որովհետեւ եւս մի անգամ, եւս 5 տարի այսպիսի իշխանություն ամբողջ երկրում եւ 2 միլիոնս կդառնանք 1 միլիոն։ Իսկ արդեն դրանից հետո, թե ինչ կլինի Հայաստանի հետ, ինձ թվում է չարժե այսպես գույները խտացնել, ինքս միշտ չեմ սիրել այդ ընդդիմադիրներին, որ գալիս ասում են Արմագեդոնն է գալիս, հեսա երկիրը փլուզվում է եւ այլն, բայց ես չեմ ուզում ասել, որ Արմագեդոն է, ես չեմ ուզում ասել, որ երկիրը կփլուզվի, եթե մենք համախմբում կուսակցություն չունենանք իշխանություն, բայց ես գիտեմ, որ շանսը այսօր տրված է։ Գյումրեցին կարող է փոխել բոլորիս կյանքը։ Վստահորեն կարող եք ասել, որ փոփոխությունների ակնկալիքով եւ նոր մոդելով, նոր գաղափարներով, եթե ուզում է լեցուն լինել, այսօր պետք է քվեն տալ համախմբում կուսակցությանը։ Այսօր պետք է քվեն տալ ամենաերաշխավորվածը համար 7-ի օկտին քվեարկելն է, սա ես եմ ասում նրանց, ովքեր ինձ են հավատում։ Ես կարծում եմ ամենակարևորը տնից դուրս գալ եւ գնալ քվեարկել ամենամաքուր ընդդիմադիրին, գոնե նայեք ինչ են արել վերջին 5 տարիներին եւ 1-2 ամենամաքուրներից ընտրեք համար 7-ը համախմբում կուսակցությունը եւ սա քարոզ է, այո, բայց միևնույն ժամանակ խնդրանք է հանուն այն մեր բոլորի երազանքների, որ կարող ենք ունենալ ու իրար շանս տալ։
սկսենք Գյումրիից, կավարտենք Գյումրիով արդեն նորմալ կյանք ստեղծելով եւ կպտտվենք այդ շրջապտույտը կանենք, կգանք նորից Գյումրի ու կծաղկեցնենք այս հրաշք քաղաքը, որ հիմա օր-օրիտ ուղակի մարդա թափվում է, այսինքն հեռանում են, դատարկվում է, աղքատություն է, գործազրկություն է, բակերում խոսում ես մարդկանց հետ ինտելեկտուալ, խելացի մարդիկ են, այնպիսի թշվառության մեջ են, այնպիսի արդեն հասցված են աղքատության ծայրակետին, որ նայում ես մտածում ես լավ, այս խելքիտեր մարդիկ որևէ այլ երկրում հիմա միջինում, չեմ ասում միլիոնատեր էին, բայց հնարավորություններ էին ունեցել, աշխատանք էին ունեցել։ Այս ամեն ինչի պատճառը մի բանն է։ Փողերը կան, փողերը եղել են երկրում, էլի կան, էլի կարող են լինել, ամեն կոպեկը փոշեկուլով գնում է մի քանի ընտանիքի գրպան։ Այս կոտրեցինք, կկոտրվի այս ամբողջ ճահիճը, որը ստեղծվել է մեր երկրում։ Գյումրեցիների ձեռքն են քարը, որով պետք է կոտրեն այս ամբողջ այլանդակությունը երկրում։ Ինձ մնում է ձեր խոսքերին ընդհանրապես հավելել, որ թերևս այս ամենի մեջ գլխավորն այն է, որ յուրաքանչյուր գյումրեցի հստակ գիտակցի, որ հոկտեմբերի 2-ին պետք է գնա ընտրության, որովհետև այսօր ես եւ դուք ընտրում ենք մեր զավակների ապագան։ Շնորհակալություն մեր զրույցի համար, ես հիշեցնեմ, որ տաղավարում իմ զրուցակիցը համախմբում կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանն էր, կհանդիպենք։